Parknejդեհին։ Այսօր խոսենք անկախության ժամանակահարկ շրջանից։ Այս 30 տարվանից, որոնք բաժանում են մի քանի շերտի եւ ասում են, դե Քոչարյանի օրոք լավ էինք ապրում էլի, Քոչարյանը լավ էր դիվանագիտություն վարում, տնտեսությունը, երգիրը դրսում բան։ Համադություն են տանում այս խեղկատակի կամ Սերժիկի կամ Լևոնի վարած քաղաքականության հետ։ Ես ուզում եմ ասեմ, որ գաղութում ընդհանրապես այդ գաղութային ադմինիստրացիան, որը եղել է Լևոն, Ռոբերտ, Սերժիկ, Նիկոլ, դրանք քաղաքականություն վարելու իրավունք չունեն, որտեղ իրենք կախված են, ասենք, Կրեմլից, հենց հստակ, եւ նրանք իրենց բոլոր քայլերը համաձայնեցնում են, ավելի շուտ հանձնարարությունը ստանում են Կրեմլից։ Եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք հանձնարարությունը եղել է Հայաստանը պահել, սա ես արդեն նորից կրկնվում եմ, ու որոշ տնտեսական ակտիվություն ցույց տալ, բայց ամբողջ տնտեսությունը թողնել Ռուսաստանի բռի մեջ, արվել է եւ ցույց տալ փրկություն։ Ես մի անգամ մի շատ կոպիտ համեմատություն տարա եւ ուզում եմ այսօր դա կրկնել։ Ուրեմն երբ որ դու գաղութ ես ինչ-որ մի պետության համար, ուրեմն մի օր քեզ, երբ որ այդ կայսրության վրա հարձակվում են ու իր տեղը նեղանում է, ինքը քեզ զոհելու է, ինքը քեզ օգտագործելու է, վաճառելու է, նվիրելու է, զիջելու է։ Այս է կայսրությունների կարգ ու կանոնը։ Եվ ես համեմատությունը տարա, շատ կներեք, ասենք գյուղական պայմաններում մարդիկ ընտանի կենդանի են պահում։ Ասենք բուծում են ոչխար, խոզ։ Խոզին միջև մտերման տանելը արտակարգ վերաբերմունք են ցույց տալի։ Կերակրում են, խտացրած կերեր են բերում, տագը մաքրում են, լողացնում են, զբոսանք են հանում, հասկանում եք։ Եթե այդ հատվածում, եթե խոզը ունենա գիտակցություն, ասեն վիճակը ոնց է, ասի այս sense գոհեմ կյանքից, որովհետև իսկապես իրեն խնամում են, բայց նպատակը խոզին լավ կյանքով ապահովելը չէ, նպատակը խոզին վերջում մթերելն է, որի դիմաց ստանալ շահույթ։ Քոչարյանը այդ խոզին պահելու մթերման հանձնելու պրոցեսն է կառավարել։ Դրա համար ձեր մոտ հիշողությունը, որ Քոչարյանի օրոք լավն էր։ Սրա օրոք, չնայած Սերժիկի օրոք էլ փորձ արեցին մթերել, ուզում էր մի քիչ ավելի շուտ Ռուսաստանը Ուկրաինայի հարցերը լուծեր, եւ նա լավ գիտեր, որ Ուկրաինայի հարցերը լուծելու համար ինքը աշխարհի հետ պետք է թշնամանա եւ իր միակ փրկիչը Թուրքիան է։ Եվ ինքը շատ լավ գիտեր, որ պետք է Արցախ զիջի Ադրբեջանին։ Միգուցե չգիտեր, որ պետք է Հայաստանն էլ զիջի, որովհետեւ ինքը չկարողացավ Ուկրաինայում իրեն դրսևորել եւ իր տեղն ավելի նեղացավ։ Հասկանում եք։ Այսինքն այն գլխեն, երբ որ Ռոբերտին ասում են մի քիչ նորմալ պահի ժողովրդին, պահի որ հետո որ Ադրբեջանը ժամանակի շուտ չմտնի, ապրանքը չփչացնի, գինը չգցի, եւ քանի որ Սերժիկի օրոք չկարողացան ապրանքը իրացնել, հասկացան, որ Սերժիկի ձեռամբ կարող է խանգարի գործընթացին այդ գործողությունը, Սերժիկի հեղինակությունը քիչ է, որովհետեւ կապստամբեն եւ ապստամբեց ասնածռերը, ապստամբեցին, իրենք որոշեցին բերել մի խեղկատակի, դարձնել սիրելի ժողովրդին, որ իր ձեռամբ անեն։ Եվ Նիկոլ Փաշինյանի ժամանակահատվածը դա հենց մթերման ժամանակահատվածն է, ասենք ինչպես ընտանիք ընդհանուր պահում են, լավ չաղացնում են, հետո տանում են մթերման, որ օգտագործեն իրենց կարիքների եւ նպատակների համար ստացված գումարը կամ չգիտեմ միսը կամ այսինքն պայմանավորենք sense ոչ թե Ռոբերտի օրոք լավ էր, Սերժիկի օրոք լավ էր, չգիտեմ Սեսմիչի օրոք լավ էր, սրա օրոք մատ է, ոչ յուրաքանչյուրը կատարել են իրենց ֆերմայի վարիչի պարտականությունները։ Սրա ժամանակահատվածը համընկել է բանի մթերման ժամանակահատվածի հետ։ Հիմա քանի որ բանից պարզվում է հայ ժողովուրդը շատ հզոր է ներսից էլ նաև չեն կարողանում ամբողջովին կոդրել։ Հիմա սրա օրոք չեն կարողանում վերջնական կործանել պետությունը, որովհետև սրա հեղինակությունը արդեն մի 10 անգամ ավելի զիջել է Սերժիկինի։ Հիմա սա նույնիսկ ասում է, ես այդ խաղաղության պայմանագիրը պատրաստ եմ միակողմանի ստորագրել։ Դա նույնն է թե ոնց որ շատ կներեք լոռեցին ասում եք, քամակը բաց ու սպասի։
թե Ալիևը այդ քամագի կռնից երբ կմոտենա։ Բայց Ալիևն էլ հասկանում է, որ ինքը չի կարող ստորագրել մի փաստաթղթի վրա, որտեղ կա Հայաստան անունը։ Թուրքական աշխարհի համար Հայաստան պետություն գոյություն չունի ու չպետք է ունենա ըստ իրենց։ Եվ երկրորդ, նա լավ գիտի, եթե հիմա Նիկոլի այդ թուղթը ստորագրեց, ժողովուրդը ըմբոստացավ Նիկոլին ջարդեց այդ թուղթը հեչալնելու։ Ու սրանք արդեն սկսել են նոր հերոս փնտրելով։ Կրեմլն ու Բաքուն Հայաստանում ծնում են նոր հերոս Հայաստանի համար, ոչ թե, այսինքն Հայաստանում էլ այդ բուծարանը կա արդեն։ Անգամ Ամերիկայում են հերոսացնում մարդկանց, անգամ Բաքվի բանտերում են հերոսացնում, հասկանում եք, Ռուսաստանում տարբեր տեղեր բուծում են մարդիկ, որոնց պետք է բերեն Նիկոլով փոխարինեն, ժողովրդին մի արանքել խափեն, մի ամբողջ գցեն, որ վերջնական կործանեն։ Շատ հնարավոր է նույնիսկ այդ բոլոր բուծարաններից բերած մարդկանց հավաքեն Հայաստանում եւ արհեստական պայքար ստեղծեն, բայց բոլորն իրենց մարդիկ են լինելու, որ ցույց տան Հայաստանը ինքնիշխան է եւ այնտեղ ընտրություն է տեղի ունենում։ Նման երևույթներ են, Ալիևը դրա համար չի ստորագրում նաեւ փաստաթուղթը, որտեղ գիտի, եթե ստորագրես, Նիկոլի անմիջապես Հայաստանում կտապալեն եւ այդ թուղթը չի վավերացվի մինչեւ վերջ։ Նաև սա է խնդիրը, որ նա հասկանում է ապականված հեղինակություն ունեցող մարդը չի կարելի։ Անդառնամ նաև այս ֆուտբոլի Վրաստանի հավաքականի հետ խաղին, տեսեք Վրաստանից շատ բերել էին մարդկանց, ովքեր Հայաստանի քաղաքի հրապարակը կարելի ասել գրավել էին, ճիշտ է, իրանք զենք չունեին, վանկարկելով այնպիսի տպավորություն են ստեղծել, որ վրացիները տիրել էին Երևանին եւ իրենք սպասում էին, որ սա նաեւ ուրիշ դիվանագիտություն է Հայաստանին միջազգային իմիջը գցելու Նիկոլը, չէ ինքն է ասում, չէ, ես վախենում եմ այս տեսակ պատմություն եւ անցյալ ունեցող ժողովրդի վարչապետը լինելու։ Ասենք հայ մարդը պետք է վիրավորվի, երբ որ մեկը այդպեսի բան է ասում։ Հասկանում եք։ Նա միշտ մեզ քննադատում է։ Վախենում է, բայց նստած այդ աթոռի պարքիրավճար աշխատավարձ է ստանում։ Ուրեմն վրացիներին բերեցին, հրապարակը գրավեցին, ճամփեքը փագեցին։ Իրենք մտածում են, որ հայ ժողովուրդը գազազիկ հարձակվի վրացիների վրա, եւ Նիկոլ հերթական անգամ կքննադատի կասի, բա տեսնում եք, այս էլ հո ադրբեջանցիներ չէին հրապարակում երկող։ Դե լավը չեք էլի, հո զորով չի, ով գալիս է ուզում եք ծեծեք, ջարդեք, մեր իմիջը ուզում էր գցեր, բայց ի պատիվ հայ ժողովրդի չարվեց դա։ Ճիշտ է, հավաքականին ոնց որ պետք է օգտագործեցին, մեզ հերթական անգամ խայտարականելու համար, բայց այս անգամ որ Նիկոլն ուզում են մեզ նորից խայտարականել միջազգային հանրության աչքերին, թե մենք հանդուրժող չենք, այս չենք, այն չենք, չստացվեց ուղղակի Նիկոլի մոտ։ Եվ որքան շուտ մենք սա հասկանանք, որ ներսից ու դրսից մեզ բարոյազրկում, հեղինակազրկում եւ թուլացնում է, այնքան լավ, գիտակցել է պետք։ Եվ որպես վերջաբան ասեմ, ոչ նախքին, ոչ ներկա։ Դրանք բոլորը կառավարվում են Կրեմլի, Բաքվի կողմից։ Նույն կետից են կառավարվում, անգամ եթե հակադրվում են, նույն կետից են հակադրվում, որ քո համար շոու սարքեն։ Ոչ նախքին, ոչ ներկա, ազգային ապագա, ազատություն սասնածռերին, բոլորին, անխտիր, բոլոր քաղբանտարկյալներին, մնաք խաղաղությամբ։